Մեր հերթական թողարկումը։ Քանի որ հաղորդումը այսօր բավականին, ես հասկանում եմ, ծավալուն է լինելու, միանգամից անցնենք մեր, այսպես ասած, հյուրերին եւ մշտական անդամներին։ Հաղորդմանը կամ այսպես ասած հանրային ձայնի ներկա է Պաուլ Աբազյանը, Անդոս, Ալգիշ Քարամյան, Վայե Ղազարյան, արտակարգ իրավիճակների նախարար Նստուկնդե, Քրիստինե Հալաջան եւ Եղեսկուհի Ռուզիկ, ներս ենք հրավիրում Քրիստինե ջան, դուրը բաց թողան, Ալեն Սիմոնյան, Հայաստանի Հանրապետության արտգործ նախարար Ալաբետ Միրզոյան եւ Սոչիում Հայաստանի հյուպատոսին։ Так, տեսչական մարմնի ղեկավար Այդ բոզի տղուն, բնապահպանության նախարարին, Արցախի իշխանություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությունից Արայք Հարությունյան, Ռուբեն Վարդանյան, Արցախի ղեկավարության հետ մեկտեղ, Արմենիա հերոստանգերության ղեկավարությունը, տնօրենությունը դե գիտենք ուզում Արցախի, ժամը լրատվականը նամանավանդ, так, անցանք առաջ, հասարակությանը հայտնի մանախին, բայց ասեք թող վրեն բանկցի նոր, մայկով ներս չմտնի, սա եթերները չեն, անցի մանախ, так, Առողջապահության նախարարին, հեքիաթ ասացին, այդ վարակին, կնչական աստեղա, Լեդի Հակոբին, так, Ջալալի պահով, Երևան քաղաքի քնչական վարության պետ Մհեր Վարդանյանին, ատակյո տեղակալ, Անցի մեր, այս պետրությամբ այս կանը, քանի որ հաղորդումը սկսենք լավ լուրով, ես արդեն երեք այսօր արդեն այդ օրենել եմ խառնել, տեղեկացա, որ ազատ է արձակվել ծմա դատապարտյալ Մհեր Ենոքյանը։ Սա այն նույն Մհեր Ենոքյանն էր, ում որ մի պա 2018 թվականին ուզում էին բաց թողային, Կար այսպիսի մի անհատականություն, մե բոզի տղա Մալան Նարեկ, որ պլակատը վեկալ է, եկե նստել էր կառավարության դեմը, ասում էր Մհեր Ենոքյանը չպիտի դուրս գա։ Մհեր Ենոքյանը դնի Մալան Նարեկի բենի մեջ եւ չհանի, ցմա։ Ես շնորհավորում եմ Զարա Մեժլումյանին, մեր շատ պատկառելի անձնավորություն, իմ կողմից շատ հարգված իրավաբան եւ կին, Վերջապես, այդ ձեր սերն հասավ ուրին նպատակին, ծլեք, ծաղկեք, համապատասխան տարիքում չորնակ թապեք, Զարա ջան, մի փոքր հումորով, շնորհավորում եմ Մհերին, որովհետև ես հասկանում եմ, որ այս մարդը մեղադրում էր մարդասպանության մեջ, բայց ինքն իր ժամկետը արդեն նստել էր եւ մեկ սպանության համար ցմա այն դեպքում, երբ որ մենք ունենք հիմա հազարավոր բոզի տղեկ, որոնք որ գտնվում են ազատության մեջ, համաձայնվեք ինձ հետ անարդարացիր։ Ինչևից է այս մարդը իր պատիժը կրեց։ Հետո կարդարացվի թե ինչ, ես արդեն չգիտեմ, համենայն դեպս Մհեր ջան, ես հուսամ, որ մի գեղեցիկ օր դուք սեռական զանգուլակները ցմա կդնես Մալան Նարեկի բենի մեջ։ Սա որպես լուր, հիմա ըստ հերթականության։ Հանրային ձայն տեղեկացված է, որ Հայաստանի Հանրապետությունում նամանավանդ հիվանդանոցներում եւ կլինիկաներում մենք ունենք այրան կոնկրետ պակաս, այսինքն դոնորական այրան։ Դոնորսկի ցենտրում գրեթե արում չկա։ Մի մասը պատվաստված, մի մասը նակոլկեքով, մի մասը դաջվածներով, մի մասը եսիմինչով, կովիդով, մովիդով եւ այլն, արդյունքում մենք ստանում ենք ահազանգ, որ կլինիկաները կանգնած են այրան դիֆիցիտի առաջ։ Եվ սա այն դեպքում, որ սա կոչվում է պատերազմական երկիր, կիսապատերազմական վիճակի մեջ գտնվող եւ այլն։ Իմիջիալոց համացանցում էլ
Պատտվում է տեսանյութ, թե ինչպես մեկ հայ զինվոր, որը որ ուներ թասիբ եւ արժանապատվություն, դիմադրությունները ցույց տալի ադրբեջանական ոհմակին։ Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այդ տեսանյութը նոր է, հին է, այնտեղ համազգեստը չես հասկանում, մեկը ձմեռային գլխակով է, մեկը ոչմ տակ համազգեստով է, մեկը կիսատակ վիճակում է եւ այլն։ Եվ մեր Գյոզալեմ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում այդ տեսանյութը վերջի վերջո թարմա հինա նորա այդ զոհվողը ով էր, զոհվեց, չզոհվեց, դա որտեղ է տեղի ունենում։ Ոչ թե ՊՆ, այլ մի բոզի տղա հիմնարկ։ Դե գիտեք, ընկեր ՊՆ-ն էլ հենց գնացել է ուսուցչուհին ամերիկաները։ Մարդ մի բան չանի, հետևից բան կպածանում են։ Իսկ ինչ վերաբերվում է Այրան Պաուստային ֆոնդի հետ կապված դեֆիցիտին, ես ուզում եմ դիմեմ այն անձանց, ովքեր որ կարող են հանդիսանալ դոնոր, պատվաստված չեն, այդ վարակը չեն լցել իրենց մեջ, հորդորով դիմում եմ այդ երիտասարդներին կամ այն անձանց, ովքեր որ իրոք մնացել են ստերիլ, չեն օրգանիզմը պղծել է վակցինայով, գնալ եւ կամավոր հանձնել այրուն, որովհետեւ անգամ երկրորդ կարգի դրական այրուն Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա, դեֆիցիտ։ Որովհետև ունենք Պոռնիկի վաստակ իշխանություն, ունենք բոզի տղա առողջապահության նախարարություն։ Իր ղեկավարով։ Մենք ստեղ բավականին հիմնավորված բողոք ենք ստացել Ազատանի ջրամբարի հետ կապված։ Բողոքում են ձկնորսները, դաժե մի երիտասարդ տեսանյութ էր տեղադրել թրաշով սենց, եւ բավականին հիմնավորված կերպով բարձրաձայնում է, որ 50,000 սիացանափայլ իշխան, ինչ-որ տենց ձկան տեսակա, ես հեռու եմ ձկնորսությունից, որտեղ ձկնորսություն անելու համար պետք է ունենաս պողպատյա ներվեր, որը մենք չունենք, եւ մեծ համբերություն։ Եվ մարդը գանգատվում է, ասում է, որ այդ ոչմ կամերախայտ, չգիտեմ, իշխան 50,000 հատ բացա թողնվել այդ Ազատի ջրամբարի մեջ, ընկեր ոստիկանապետ։ Եվ գոյություն է մի անհատականություն, մի բոզի տղա, ում բնապահպանները, այսինքն բնապահպանության նախարարության տեսչական մարմինը իշխարը գալու խաբան բռնումա հանումա ջրից, ոչ էլեկտրական թորերով, մորերով եւ 5 րոպե հետո այդ բոզի տղեն նորից հայտնվում է ջրի մեջ։ Ես մի անգամ զրուցում էի մի նորադուսու հետ, հաճելի անձնավորություն, ասես պարոն Ղուկասյան, դուք ո՞նց եք մտադիր առնել ձկնորսության, ձկնագողության դեմը, որովհետեւ մենք արել ենք ու պիտի անենք։ Պարոն Ղուկասյանը տվեց կարճ պատասխան, որ ամենաառաջնայինը նամանավանդ նորադուզ, մորադուզ եւ այլն պետք է ապահովված լինեն աշխատանքով դեմից։ Եթե մենք ձեզ տալիս ենք աշխատանք, եւ դրանից հետո դու նորից ոչ սեզոնին մտնում ես Սևանը ձուկ գողանալու, ասիկը կամ ասես փուճուր վերտալոտ վրովդ կանցնի, կրակի լոդկին կհասցնես դուրս կգաս, չես հասցնի կդառնաս Տիտանիկի պասաժիր։ Այդպիսին է լինելու ձկնագողության եւ ապօրինի ձկնագողության դեմ բնապայքարը։ Առանց ներվայնանալու, առանց զորք մտցնելու, առանց բռնելու կգա ուղղաթիռը, կուրիկ, բանի նման, Բրազիլիայի նման, կկրակի, կհասցնես, շուտ հասնես ապ, կհասցնես, չէ՞, տղա ջան, ուրեմն քեզ կուտեն նրանք, ում որ դու պատրաստվում ես ուտել։ Ռադիկալ մեթոդ, միայն ռադիկալ, նմանավանդ ոչ նորադուզ եւ այլն։ Հիմա սա է։ Ես ուզում եմ հասկանամ բնապահպանության նախարարն ով այդ բոզի տղեն։ Ով է սա, այս բոզի տղա, որ դուք ընդ բռնում հանում եք, էսի նորից վեկալմա էլեկտրական թորերով, մորերով եւ այլն նորից մտնումա ջրի մեջ։ Ու այդ սաղ կամերախայտ, մալոս, չգիտեմ, ինչ հա։ Կամերախայտ, հա։ Այս հմենին անեմա մորմաշ։ Ով է սպասարկում Ազատանի ջրամբարը ոստիկանությունից, որ ռեգիոնը ես չգիտեմ։ Ես հույս ունենամ, որ ոստիկանությունը կապնվի Ազատանի ջրամբարը սպասարկող ռեգիոնալ միլպետի եւ կտան կոնկրետ ցույցում, որ եթե այս բոզի տղան եւս մի անգամ մտավ Ազատանի ջրամբար, ես ես սրան թորերով, մորերով, էլեկտրաշոկերով եւ այլերով ուղարկելու եմ միլպետի տուն։ Միլպետի եւ տեղի դատախազի տուն, որ թորը գցի, ընտանիքին ծծցնի։
Մի հատ բոզի տողոտ դու չեք կարամ առնի, չեք կարամ հասկանալ։ Բայ Ղազարյան։ Դու պիտի հելնեն, ամուկ, աղաղակ եւ այլն ասեն, սերչին են սա։ Իմիջալոց օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Տաթև համայնքի, չգիտեմ, ղեկավար, խոշոր ասված համայնքի ղեկավար Գորին, եւ երբ որ հանրային ձայն կուսակցության ներկայացուցիչները ժամանել էին Սյունիքի մարզ երկրորդ բնակարանը տրամադրելու, ասում եմ թե բավականին օգնություն ցուցաբերել հանրային ձայն կուսակցության ներկայացուցիչների, որի համար շնորհակալություն։ Քանավոր գնաց խոսք ոստիկանությունից։ Ուրեմն սրանից որոշ ժամանակ առաջ, մի ամիս պլյուս մինուս մի քանի օր, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ոստիկանության աշխատակցի միջև տեղի ունեցել անդուր խոսակցություն։ Ոստիկանության աշխատողը իրականացրել է օրենքով իրեն վերապահված իրավունքը, այսինքն տուգանել է մեկ գանդոմի կամ մեկ քաղաքացու, որը որ եղել է, այսպես ասած, օրինախախտ քաղաքացի, ինչը դուր չի եկել Ալեն Սիմոնյանին, ինչ որ իր ծանոթն ա եղել, բարեկամն ա եղել եւ այլն, եւ մոտեցել է նապրիմույթ ցուցում ա տալիս ոստիկանության այդ բան Պարեկին, որ բաց թող։ Պարեկն ասել է շատ ներողություն, բայց մենք իրականացնում ենք, կատարում ենք մեր աշխատանքը։ Դա դուր չի եկել Ալեն Սիմոնյանի, վեկալ է զանգել է ՄՎԴ չգիտեմ ում, քաղաքի վարչության պետին, տոլի ես իմ սրան, մե բողոք, մե գանգատ, անհարգալից արտահայտվել ոստիկանության աշխատակցի հասցեին նրայից ներկայության, տղաները շատ ճիշտ դիտողություն ա արել, հետո կուժնուկուլեն փորձել են ջարդել ոստիկանի վրա։ Ծառայողական քննությունով էլ հիմնավորվել է, որ ոստիկանը գործել է օրենքի սահմաններում։ Ես հիմա ուզում եմ հարց տամ այդ Ալոնա Ղախպարկղին։ Տղա ջան, եթե sense բան անեին նախկինները, դու հիմա քո հետանցքը ճղել էիր։ Նախկիններից ես դժվարությամբ եւ դժկամությամբ կարող եմ հիշել որևիցե մեկին, ով կարող էր մոտենալ, լինելով ազգային ժողովի նախագահ, մոտենալ ոստիկանության աշխատողին, ասել սրան գրի, սրան մի գրի, էս իմ աղբերն է բաց թող։ Ինչի մասին է սա խոսում, որ դուք բոզի տղա եք։ Այդ ամբողջ ոստիկանության բարեկային ծառայությունը դնի բենիտ մեջ Ալեն Սիմոնյան, փոխանցում եմ իրենց խորին ցանկությունը ձեզ։ Բարեխոժակ։ Իմաստվածն արի, եթե եւս մի հատ չինովնիկ հանգարծու հանգարց, փորձել է միջամտել ոստիկանության աշխատանքին։ Վայ Ղազարյանը կուլտուրական մարդ է, բայց ես կուլտուրական մարդ չեմ։ Ուրեմն նախորդ իմ հաղորդման ժամանակ ես անդրադարձել էի տեսչական մարմնին, այդ քաղաքաշինության, պաժարն եւ այլն եւ ասեցի, որ զանգելու եմ։ Մարտա Ղուկասյանը զանգեց։ Զանգեց 3 ոնց որ թե 11:24։ Զանգարում ենք 60 86 66 66 հեռախոսահամարին։ Զանգերը գնում են։ Սեղ 1-1, սեղ 1-2, սեղ 1-1, սեղ 1-2։ Ոչմ սեղմեցինք, վերցրեց ոմն Անահիտ։ Բարև ձեզ, ես ինչ մարդն ամ, միացրեք ինձ Գեղամի հետ։ Ասում եմ Գեղամը տեղում չի, ասում եմ տեղակալի հետ, տեղակալը տեղում չի, ձեզ կզանգեն, ասում եմ դուք ինչ չեք կարող զանգել, եկնային գրասենյակ դու չես կարա զանգես, եկնային գրասենյակ քեզ կարա զանգի։ Միացնեմ տեղակալի օգնականին, Վարդան Ղուկասյանին ուզում են միացնել տեղակալի օգնականի հետ, ասել լավ, մենք շարքային մարդ ենք, միացեք տեղակալի օգնականի հետ։ Չմիացանք տեղակալի օգնականին, տեղակալի օգնականը ես իմ ոռներ հոշոտն բեյնով։ Նորից զանգեցինք, այս անգամ վերցրեց ոմն Սուսաննա։ Ասես միացնեմ ընդունարան ձեզ, բարի միացեք ընդունարան։ Միացնում եմ ընդունարան, ասիկն Գեղամիս քարտուղարուհուն։ Վերցնում եմ Գեղամի քարտուղարուհին, ասում եմ բարև ձեզ, ես ինչ մատնա։ Գեղամը ստեղում է, ասում եմ հա։ Ասում եմ դե միացրեք պարոն Գեղամին, ասեք Վարդան Ղուկասյանն զանգը։ Դու զանգերն ան։ Գնում։ Կուլիկ անջալմավ։ Դրանից հետո զանգինք, չզանգինք, Գեղամս չկա։ Ես հետաքրքրա Գեղամով, ասում եմ ով է այս բոզի տղան։ Ապաչիներս թե, ահա։ Ուրեմն ամուսնացած չի, ունի հայր, մայր եւ այլ նմանատիպ պարագաներ։
Վարդան Ղուկասյանը տղաջան քեզ բառացիորեն զգուշացրեց, որ զանգելու է կապված CPS բենզալացակայանի հետ։ Արտակարգ իրավիճակները ինձ տեղեկացնում են, որ իրանց գործառույթը իրականացրել են եւ դիմել են Երևանի քաղաքապետարան։ Երևանի քաղաքապետ, ուզում եմ հասկանամ, CPS բենզակալոնկեն արաբկիրում ինչու է դեռ գործում։ Ինչի է այդ անօրինական բենզակալոնկեն վաճառում բենզին։ Ես ուզում եմ իմանամ Երևանի քաղաքապետարանի այն պատկան աշխատողը, ով ուզում է, որ ես CPS-ի բենզալացակայանի զապրավկի ատրճանակը ուզում եմ մտցնեմ դրա կնգա ու մոր դլոյի մեջ, ունդ է բաց թողամ մոտարապես մի 20 բարել բենզին։ Ես վերջին ժամանակն եմ տալի Երևանի քաղաքապետարանին տվյալ բենզալացակայանի հարցը վերջնականապես լուծել, պարոն քաղաքապետ։ Եվ դրա հետ գումարած ես դիմում եմ ձեզ ուղարկել, որը վերաբերում է հայտնի պրոֆեսորի գերեզմանին։ Այդ դիմումն էլ մի հատ հլնայեք։ Դուք մտադրություն ունեք կողքի աշխատանքները գերեզմանի դուք անելու, քարը պատրաստալ, քարը տեղադրամա Վարդան Ղուկասյանը, որովհետև վերջի վերջո պետական հանձնաժողովով գումարը դուրս գրվեք, գումարը ուր է։ Չուշ երկարում է ձեզ պատասխանը, հանրային ձայն կուսակցությունը դեզ այդ գրությունը գրգել է, գերեզմանի հետ կապված։ Քարը պատրաստես մի շապատը կծած է ցեխավիգի մոտ, ցեխում ասում եմ ցեխավիգի մոտ։ Այդ ինչ բոզի տղեկ ես դու ատե լցե, ընկեր քաղաքապետ։ Հիմա ես զանգեցի, գեղամս չպատասխանես, Քրիստիկ, մենք ինչ էինք պայմանավորվել, դու կանչեցիր Բելի Կլիկ, Острый глаз, большой орел, красный медведь, черная стрела, большая тучка, այդ բոլոր հնդիկներին դու հնդկացիներին կանչել ես, Քրիստիկս արդեն սաղին հավքել է, բոզի տղա։ Հիմա բոլորին նստացնում ես կարմիր ձիերը, դրանց ձիերը կարմիր էին, չէ, իրանց ամբողջ եղած շեղածով այդ նետուաղեղնի, բմբուլնի, այդ մորտնի, այդ սաղ հակած, իրանց ամենայն վերջին ադրիբուտիկ կերպարով, էտա ձիերով, ու բոլորը ձիերը հեցած ուղևորվում են գեղամենց տուն, ձիերով, հնդիկներով, նետուաղեղներով եւ այլն գեղամի նավարին ծածանելու, անկախ սեռական պատկանելությունից, ես հնդիկներին խնդրել եմ, հնդկացիներին, այ մարդան ասեմ հնդիկ ես դրանց, շատ կուլտուրական, չափված, ձևած, զուտ ժողովուրդ են, այդ անտերները քսում են քիթ ու բենեկի, սեռական էֆեկտը բարձր պայելու համար, ներկերը, մերկերը եւ այլ ինչերը զնգուլակ, մնգուլակ, մտնում են տուն հենց դրան շեմից, անելով թռնում են նավարի բենի, նստում են ու էլ չեն իշնում, այս բոզի տղեն պիտի տենա, հնդկացու խր, ապայման, հասկսալ, էշներել էլ հետևից կսած, ատենց գրում ես ինստրուկտաժը ծուսումով գրգում ես, բելի մեդվեց, ոզնա դրանց ասում ես գր ալասկից, ձերով մեր ուղեղ դա բոզի տղա, ծասցնել ասպար միշև լուսինը դարակ 28 հորական, այդ ամբողջ ընթացքում սրա սախնավ է մորը, հորը, կամորը, աղբորը, ինչ կա այդ, ինչ շարժվող, բանկա այդ տան մեջ, սաղին, ձերը շինում են կենթաններին, եթե ունի, եթե չունի տնաթաներին, պորնիկի ծալունդ, վերջում էլ, որպես զալատոյ դոժդ, շիրում են նավայվել և դուրս են գալի, ես այդ ձերի պահ ուզում եմ տենամ, բոզի տղա, դե հիմա գնա ու որտե քոնը կասես ընդեղել իմը, CPS բեզալացակայանի տերը ի ամբողջ Գերդաստանով մորը ծացանի բոզի տղա, դե քաղաքի մեջ տեղը դրած անլեգալ բենզին են ծախում, մեռան գրելով, էլ ժողովուրդնի, էլ թաղապետարան, էլ միլիցեք, ասում են այ մարդ իրավունք չկա, կողի տնեն էլ վա առնելով գնում են իրար հետևից, պիտի տակ գպսնեք նելի մի քայլոք անեք մոր մշտոր հանգստանակ, բոզի տղեք,
Իսկ Երևանի քաղաքապետանի այդ պորնիկի տղա չինովնիկին ընկել քաղաքապետ։ Եթե դու վարը չես կանչել քո կաբինետ ծսրել, հնդիկ դիլենդը գցալի մենք գալու քո կաբինետ։ Սեղանը կփռես։ Մեկ այլ գանդոն։ Հեքիաթասաց։ Это կուլտուրական բանկիր մարդ հել եկել էր հանրային ձայն։ Ինտերվյուն տվեց, ասում է իմ երեխուց հեռու մնա, բոզի տղա։ Ես ասում եմ հանգիստ եղեք, ձեր երեխան ապավ ձեռքերում է։ Հեն ասում եմ երեխու այդ գործ չունես։ Աղբի տղեն ասում է հարգելի ծնող, ձեր աղջիկը առայժմ ես իմից սիրուն բան աղջիկա, բանը, հուսալի ձեռքերում է ես իմիջ։ Ու հետաքրքիրը նա է, որ աղանդի նկատմամբ գնում է պայքար, բայց երկուսը չեն սպասում։ Հենց մետում աղանդի դու, ասում է մենք հատ քաքս պատրաստեք, մենք ուտենք։ Այս տարվա մայիսին ինչ-որ ուղարկեցին ինձ, ասում եմ, այ քեզի պիզձեց։ Հետի տենց։ Հեքիաթ ասացի հետ կապված, ես ուզում եմ խոսքը տամ ևս մեկ տուժողի, ով այսպես ասած, ում ընտանիքը քանդվել է այս բոզի տղու պատճառով։ Զանգահարենք։ Որ չաս են լկտի սուտ այլի։ Ես եմ հորինեմ։ Ալո, բարև ձեզ։ Արդեն իմացանք։ Ես ինչպես է պայմանավորվել էինք, զանգահարել եմ ձեզ կապած Կիկոսի, կամոց եմ ասում, հեքիաթ ասացի վերաբերյալ, որովհետև դուք ևս հանդիսանում եք, ոնց հասկացա դրան զոհերից մեկը։ Ձեր տունը քանդվել է դրա պատճառով, ճիշտ է։ 90%-ը հա։ Դե համաձայնվեք 90%, եթե անգամ լիներ 30%, դա էլ է ցուցանիշ։ Ես կխնդրեի, երկու բառով ասել, ինչ է կատարվել ձեր տան հետ, ձեր ամուսնու հետ։ Դե իմ ամուսինը շատ ուշադիր այդ Կիկոսին լսում էր, շատ ուշադիր։ Հետո ինձ ասեց մի հատ դու էլ լսի, ճիշտն ասած մի երկու հաղորդում լսեցի, բայց իր այդ տարօրինակ ձայնը, այդ մի հատ տոն իր այդ խոսալը ինձ ահավոր ներվայնացնում էր, ես չկարողացա մինչև վերջ լսեի, ու այդ մի հաղորդումը, որ ես նայեցի, այդտեղ ասում էր ձեռքը թռչեք, մատը թռչեք, ճակատի վրա, արև նկարեք, չգիտեմ ինչ նկարեք, ինչ, շատ տարօրինակ բաներ էր ինքը ասում, ու հետո ասենք անդադ ամուսինս լսում էր, հետո ասենք ինքն էլ ոնց որ դառավ այդ Կիկոսի նման նենց միատոն, հանգիստ, անտարբեր, ոնց որ առանց էմոցիաների մարդ դառավ ինքը։ Դե իակարոզը դա է, զերո էմոցիա, ընդե ձեզ կբռնաբարեն, կվառեն, կմորթեն, դուք ուղղեն այդ անջատեք նստեք։ Այդ մարդու լուխն քարոզը դա է։ Հա։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Ճիշտ ասած իրան լսեի, ինքը շատ նիպրիատնի մարդ էր, շատ ձայնը մեծ միատոն, ես ահավոր ջղայնանում էի, նյարդայնանում էի ես իր հանգստությունից, չգիտեմ։ Եվ ինչ եղավ ձեր ընտանիքի հետ։ Դե մեր ընտանիքը եղավին է, որ ասենք ինքը իր այդ անտարբերությունն այդ քարոզների անտարբերությունը անցավ ամուսնուս ու մենք մեր ընտանիքը կամած քանդվեց ու վերջնականապես մենք բաժանվեցինք։ Իսկ ներողություն, դուք երեխաներ ունեք։ Ահա։ Չէ, երեխաներ չունենք։ Հա, երեխաներ չունեք եւ ձեր ընտանիքը, ասենք ասած։ Հա, մեր ընտանիքը տենց եղավ, բայց ասենք մենք իդեալական ամուսիններ ենք եղել, են որ շատ ուշադիր, ինքը իմ հանդեպ, ես իր հանդեպ, որ մեզ մատով էին ցույց տալիս, տենց ասեմ Պարուկասյան, շատ լավ ամուսին ա եղել ինքը արտակարգ։ Իսկ քանի տարի տևեց ձեր համատեղ ամուսնությունը։ 11 տարի։ Այսինքն 11 տարվա ընտանիքը, բանով հեքիաթասացով եղավ բիզնես։ Տարվա ընտանիքը, հա։ Ես կուզեմ հասկանալ էլի։ Առանց էմոցիոնալների սառը մարդ, սառը։ Ահա։ Էլի ինչ տարօրինակ բան լսեցիք, բացի այդ արև, մարև, ճակատին նկարել։ Ես տարօրինակ ինչ-որ բաներ, որ երկիրը կլոր չի, տափակա, երկարա, ինչա, այն ես ասացի չէ, ինձ ավելի լավ է այն հին տարբերակը, կլոր երկիրը ավելի ազեր տալիս։ Երկիրը խի տափակով։ Շուտ ես հաղորդում, ես չգիտեմ երկիրը տափակ էր, ըստ իրանց ասելու։ Քրիստի երկիրը տափակով։ Ասպերը հատեստան կանեն, անջատում միանում են, ինչ-որ տես տարօրինակ բան է։ Ինչն է անջատվում միանում։
Աստղերը արհեստական են։ Մի խոսքով ամեն ինչ արհեստական է, երկիրը բեմադրություն է, կյանքը բեմադրություն է։ Աստղերն անջատում միանում են։ Այո։ Աստղերին անջատում միացնում են։ Բայց տաշի սամոնա երևի անջատա միացնան։ Չգիտեմ ճիշտ ասած, պարոն Ղուկասյան։ Ինչ-որ մի բան դուք ունեք ասելու այդ անձնավորությանը, շնորհակալություն կամ բարեմաղթանք։ Չէ, ես ուզում ինքը ընդհանրապես էլ ոչ մի ձև, ոչ խոսալ, ոչ մի բան չանի, որովհետև ես ասում եմ, իմ նման մարդիկ, որոնք սիրում են կյանքը, որոնք գիտեն, որ երկիրը կլոր է, ինքը ոչ մեկին, ասենք, իր այդ միատոն ձենով չզոմբիացնի, էլի, ոնց որ են այն ժամանակներում ոնց էր գժանոցներով էր տու ձենը միացնում էին, ասենք, կարար մարդը ականջայցելը գժվել, թե գժվեր, չէ, այդ ամեն ինչից։ Թող ընդհանրապես դադարացնի իր այդ ամեն ինչը, որտեվ տեղից այնքան շատ կան այդ զոմբիացնող բաներ, մի հատ է կողքից ինքն է զոմբիացնում այդ իր ձենով, որը որ իրոք անտանել է, նորմալ մարդը իրան չի կարա լսի։ Ես հասկացա ձեզ։ Շնորհակալություն, ես հուսամ, որ դուք կգտնեք ձեր կյանքի երկրորդ կեսին, երկրորդ անգամ եւ կփորձեք ամեն ինչ անել, որ դա չհրապուրվի այս դժվարությամբ։ Շնորհակալություն։ Կուզեի իմ ամուսինը վերադառնալ։ Իսկ միգուցե դուք եթերով դիմեք ձեր ամուսնուն, ասեք, անունի չէ, ես ասեմ, այ բալամ, հետ արի քո տիկնոջ մոտ։ Չէ, չի, պարոն։ Լավ, դե դուք ուրեմն կասեք։ Ուզենա կգա, ես կասեմ իրեն։ Դե ես հույս ունենամ, որ ձեր ամուսինը եթերը նայում է եւ կհասկանա, որ այդ երկիրը կլոր չի, տափակա աստղերը, չգիտեմ, տաշիշ սամոն կամ հետ անջատում միացնում է եւ այլն, եկա չափած մարդ ես, այ բալավոց ես հավատացել այս բաների, ունտանիքդ մնա վարի ես տվել։ Եղավ, շնորհակալություն ձեզ, ես հուսամ, որ դուք վերամիավորվեք։ Ձեզ լավ բարի։ Առողջ եղեք։ Աղջիկերից երկիր տափակա։ Դու դες բան գիտեի։ Քիթը բան խես փակում աղջի։ Երկիր տափակա։ Աստղերն էլ անջատում միացնում են։ Ու այս բոզի տղու։ Քրիստիկ, դու հեքիաթ ասած սրիշ, չէ՞։ Ռուզիկ, դու ուզում ես բաց երկնքի տակ, որ երկիրը տափակա։ Ատես չէ, գիտես ոնց։ Ես ուզում եմ Էտա քո մարդն կունենա Ռոյս-Ռոյսի մեջ մի անգամ նստել եմ։ Վերևի աբլիցով, այդ ինչին ասում եմ, պատալոկը գունավոր է, վառմ հանգամ է։ Ես ուզում եմ դու կանի չէ, այս պահանջիլնին, ես ասենց չեմ ուզում, կանի աղջի, հələ ռուզիկ, հələ մի հատ, հələ կանի, մի րոպե։ Ահա։ Ես ուզում եմ, գիտես ինչ, ես ուզում եմ դու վեկալես այս հեքիաթ ասացին, Ռոյս-Ռոյսով, այդ տենց վարվրող աստղերով, հլնեկեթակ Սևան, բայց ամսվա վերջ, երբ որ բան լուսինը դառնում է 28 օրական, այդ ժամանակ երկինք ներևում է։ Քշում ես թե այս երաժշտությունը անպայման միացրած, սաղ ճանապարհին, դու հələ լսի, բացիկը դեմից, դու հետևը նստած, այս գեղեցիկ երաժշտության տակ, քո երաշխեղացը մշակած, Էթը մեկս Արդանիշ, որտեղ ես եմ ծառայել։ Կայնում է Անտոն Արդանիշի մոտ, այն զորամասի դեմը։ Դու դուրս ես գալի, Ռոյս-Ռոյսի մեջ աթոռ ես ունենում։ Հանեմ դնում ես այդ աթոռը դուրսը, բացում ես քո գեղեցիկ ազդրերը, այս բոզի տղեն պտտվում է Ռոյս-Ռոյսի դեմով, չոքեչոք, հո դլոյին, պիտի մոտենա չոքեչոք։ Մոտենում ասեն չոքեչոք լեզուն դուրս կցած, Ոտից մատերը աղասրուսիկ, հելում ես բերանի մեջ, ու ասում ես ծծի հատ չող ասղերի տակ։ Դու նայի, ունդե անպայման ասղերը վարում հանգը, անպայման կպուքս ես էդ պացիր կաթին, վիշապի համաստեղություն, մեծ արջ, փոքր շերետ, մեծ շերետ, սրատա, ոտիտ դլոն չէ, ոտիտ մատը հանդատ կողում ես էդ բոզիտ տղու բենին ես, ասում ես երկիրը տափակա, ծծի, տափակ շատերս, բոզի տղա, դու պատկերում ես ռոմանտիկայա, Արդանիշը զորամասի զոքն էլ կայնած նայի,
Oes, hello երկտակ սեն ձեռերով հանգիստ, կնանու կան, չեմեն, էտ սաղ շեմելու տակ, ռուզիկը սծստամա տիկոս, ոտի մատել, այս ես տակ խոզել էլ կը երկեզակ չի, հլնայի, ռոմանտիկա, երկիրը տապակալսում աբոզի տղեն, ու մարդիկա լսում են, մի ատել ասում այն մարդուն հանգիստ եղեք, ձեր աղջիկը բանա, ապով ձերքերում է, ու սրան լսում են, ուրեմն մետաքսից զանգել էին անուշ ապերները, ասին պարոն Ղուկասյան, խնդրում եմ դրան փոխանցի, որ մենք իրան գտել ենք, ուր դե տեսանք, տվյալ վայրում մենք իրան հանգչող աստղերի տակ դնելու ենք բենի մեջ, դիմավորի անուշ ապերներին, բոզի տղա, նասնեմ յուսին, Տիգրան Տեր-Պետրոսյան կա, ես դրան անադարձել եմ, ամսինին էլ դատնա, հիմա էլ ասում են, մեջ կբռնվել է, հենց Վարդան Ղուկասյանը անադարձավ, մեջ կբռնվավ, ասում է կարողա չգնա դատի, ուրեմն լեդի Հակոբ, մեբալուս, ոնց ես, քո քարակուսի բոչկա տղեն, որ բերանը աչ ու ձախ շաղատալան, չի ասում, ախր ես մարդը լսում է, էդ որ ինձ աուզեմ նակազատանի, եսի մինչանի, ես ինձ հազիվ եմ զսպն, որ հիմա իմ բառապաշարը չեմ բացեմ, քո տղու հասեին, քո անձը ես հարգում եմ, դու գիտես, ես հույս ունենամ, որ դու քո քառակուսի տղու գամերը կքաշես, և ուզում եմ դիմեմ քո բոչկա տղում, խչով, եթե չեմ սխալվում, գանդոն, գոնե դու շատ լավ գիտես, ով է Վարդան Ղուկասյանը, գոնե դու շատ լավ գիտես, որ քո դվայորդնի աղբորը, Սիմոնի տողում, ով բռնեց, որ իբր թե գտնվում էր հետախուզման մեջ, Զատիկյանի սպանության գործով, 2011 թվականի դեկտեմբեր ամսին, ես հաշվի առնելով քո հոր անձը, շատ չափված եմ այս անգամ խոսում քո նման չաթլախի հետ, երկրորդ անգամ քո բերանից դուրս է եկել Վարդան Ղուկասյան բառը ու դու այդ քառակուսի լենքդ առետ նստես մի տեղ ցույց տածոր բառենք կզացնենք նկարենք եւ այլն ես քեզ կկազացնեմ ու կշռեմ բենիդ մեջ տղուկ ծսրալ էդի իմ համբերությանը չխաղաք ախրանիկներդ կդնեն բենիդ մեջ անցանք առաջ Արգիշտ, զանգահարել են Ջալալի գործով կարևոր վկաներ, ասում են պարոն Ղուկասյան, առանցքային վկաներ ենք, ցուցմունք ենք տվել, Ջալալը վիզ դրած ուզում է մեր հետ հանդիպի, մենք էլ չենք ուզում, դեմն առեք, ինչի է Ջալալը ազատության մեջ, որ հիմա էլ ընկել է վկաների հետևից, ուզում է ճնշում գործադի նախաքանության վրա, պետեր եղեք, քանի որ գնաց խոսք քնչականից, մահերն ուր է, մահեր թուղթու գրիշ վեգալ ձերդ, քանի որ վերաբերում է Երևանի կայազորին, ուրեմն Արաբկիրի քնչական բաժնի պետ, Չալաբյան Հովանես, տեղակալ Մուրադզար Արմեն, ճանաչում ես, քրական գործ 14, 13, 67, 22 գրի, գրեմա մահերը, արգիշտ, Մեղադրյալ Սանվե Սաքսան վրույրի բռնվել է 0.9 գրամ կրիստալով ցուցմունք է տվել մարդը որ 60 գրամ ունի տունը 30 գրամ ունի գարաժում պլյուս 20 գրամ բանում շորտե մեծրած բնակարանում բնակվում է քաղաք Մասիս Բաղրամյան փողոց 45 տուն տաքսու շոֆերը ոնց որ Նաև ցուցմունք է տվել, որ 1 միլիոն դրամի առել է թմրանյութ, 50%-ի փողը տվել է, այսինքն կեսը վճարել է, կեսը չէ։ Ինքն էլ տաքսիստ է,
Այսինքն մենք ունենք թմրամոլ տաքսիստ, որը քաշում է քթերը ու սկսում է պասաժիր տեղափոխել։ Ինչ է անում քո քննչականը, սկսում է գնա տուն։ Ոչ կալան, ոչ բան։ 3 օր հետո տանում են դադարան կալանքի, ոչ դատարան ասում է, խոմ դուք անորմալ չեք։ Հիմա թողել եք, հիմա էլ բերել եք ոչ կալանքի, մարդն էլ կամավոր ամեն ինչ ներկայացնում է, ինչի եք թողում, ինչի եք բերել։ Ասում է սիկտիր եղաք։ Քննիչ Էդգար Այվազյան։ Ունենք օպերատիվ տեղեկություն, պարոն Աբազյան, որ այս գործով Արաբկիրի քննչականը բավականին կլորիկ գումար է առել։ Մյուս քրական գործը 14 80 07 22 նորից եմ կրկնում 14 80 07 22 փաստացի գողությունով անձը բերման է ենթարկվում Արաբկիրի բաժին։ Արվում է հարցում, որ հասկանան այս մարդն ով է։ Իսկ են ցուցատալի ռոզիսկ մեկ այլ էպիզոդով նարկոտիկներով։ Ինչ են անում։ Կաշառքի մեջ ասիկա ռոզիսկի մեջ գտնվող մարդուն ասում են բարի ճանապարհ գնա։ Բայ։ Այս մարդը նորից անհետ կորում է։ Միլիցիա կբռնում են, քննիչները թողում են։ Նորից խոսվում է $5000 կաշառքի մասին։ Մյուս քրական գործը Մեղադրյալ Օհանյան Հայկ բռնվել է մեքենայով, որի մեջ եղել է 1 կիլոգրամ ու կես մոտավորապես պլան։ Բերման է ենթարկվել Արաբկիրի բաժին։ Քննիչը իջնում է, մեքենան պլոմբում է, մեքենան ալում է MVD-ի տուգանային հրապարակում, այսպես ասած, բանաներվեկալը գնում է։ Մի քանի օր հետո 2 օրից, այսինքն, պարզվում է, որ մեքենայի միջի եղած նարկոտիկը բիզիմդիր, չկա։ Հատուկ պապաման տարածքից կորում է։ Նորից խոսում է բավականին բազմահազարանոց կաշառքի մասին։ 2021 թվականի հունիսից մինչև օրս, ուրեմն, այս գործ ասել, ուրեմն գոյություն ունի Շմայսի աղբոր տղա, որը գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Դատված է իբր թե նարկոբարոն եւ մաքսանենք։ Բայց այդ մարդը երբեք սահմանը չի հատել, սահմանի մոտիկ չի գնացել։ Բայց Վանեցյանից թեթև ձեռքով դրվել է մաքսանենգության հոդված եւ 266 հոդվածը։ Ուրեմն 2021 թվականից այս մարդիկ տարել են վերաքննիչ բողոք։ Մինչև օրս մի հատ դատ չի եղել։ 2021 թվականի հունիս, այսինքն տարի 2-3 ամիսա վերաքննիչ դատ չի ելնում։ Յայն մի դատավորնա ցրթում, յայն մեկը հղի է, այն մեկը կովիդ է, դատախազը վիրուս է եւ այսինքն տարի ու կես մարդը սպասում է դատական գործի եւ չկա։ Եվ նշենք, որ այս երիտասարդին ում ես անձամբ ճանաչում եմ դեռ Վայքի Զորամասից, որը կատեգորիկ հեռու է թմրանյութերից, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման։ Այստեղ մենք տենում ենք նարկոմաններին, սաղին բաց են թողում։ 12 տարվա։ Ամենաբարձր հոդվածը պատիժը եղել է 9 տարի, քանի ամիս։ Դատավոր Մակյանս տվել է 12 տարի։ Էնել մաքսանենգության օժանդակում։ Մարդը տամուժներն չի եղել։ Բայց հիմա չասենք, սա Վարդաշեն քրեակատարողական հիմնարկը Շմայսիկի ղեկավարությամբ ծսցնի Մակյանին, որպես քաղաքացի։ Գան, մտնեն, տան, Մակյանին լաֆարի բերան, հլեն է տան։ Ամեն։ Արթուր Դավթյանքի դատ չի լինում։ Ես դիմում եմ այդ դատավորներին։ Հիմա էլ նորից դատը հետաձգվել է մինչև ամսի 30-ը։ Այս դատը ես վերցնում եմ իմ անձնական կոնտրոլի տակ։ Չտա Աստված ամսի 30-ին դատականից չգումարվեց։ Չտա Աստված։ Ինչ կլինի այդ դատավորների հետ Աստված Էլբեթարեն ազատի։ Եթե դուք այս անգամ դատ չգումարեցիք։ Ամբողջ այդ կոռուպցիոն սխեմաներով բռնած փորելու եմ հանեմ ջրերից։ Մենք անդրադառնանք դեռ այս թեմային։ Վանեցան այդ տունը տել ոտ են սիրուն դրել էիր, ատեն սիրուն տուն էր, այդ ինչով էիր արել դրել, այս հեսներին բուրտալով, վերևի այ, դրըմպ, մահեր գրիշ,
հայտնվել է մեղատ անհատականություն, որը կոչվում Ռուբեն Վարդանյան։ Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք։ Ռուբեն Վարդանյանը, որը հայտնի ռուսամոլ է, հելավոսեց, եկավ կայնավեն բազմահազարանոց, բազմահազարանյա, չգիտեմ ինչ են ասում, ծառի մոտ Ղարաբաղ, ասեց ես իգասեմ Ղարաբաղ ապրեսեմ, Ղարաբաղի քաղաքացի, հլաժարժում եմ Ռուսաստանի Դաշնության անձնագրից։ Ռուսական ողջ լրատվամիջոցները, գրեթե 80%-ը, ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր, դեպուտատներով, մեպուտատներով ռուսական եւ այլն, հանին դրին Ռուբեն Վարդանյանի բենի մեջ։ Եվ ճիշտ արին։ Ռուբեն Վարդանյան, դու կայացել ես որպես բիզնեսմեն Ռուսաստանում։ Քո օֆշորային ալան, թալան, ծսում, մսում, ինչ արել ես Ռուսաստանում։ Ինչը պատճառ հանդիսացավ, որ այս հայտնի ռուսամոլ մարդը դրուկ հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ասեմ։ Ռուբեն Վարդանյանը ընդգրկված է միջազգային պատժամիջոցների տակ մեջ, այսինքն Ռուբեն Վարդանյանի անազգաունը կա ցուցակում այն Ռուսաստանի քաղաքացիների, որոնց հանդեպ կիրառվել են սանկցիաներ, կապիտալի սառեցում, հաշիվների սառեցում եւ այլն։ Եվ որպեսզի Ռուբեն Վարդանյանը կարողանա իր գումարը ձեռք բերել, հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից, պատրում է ռուսական ազգագիրը կոպիտ ասած, գալու է Ղարաբաղ, ասում է տեսեք, ես դեռ Ղարաբաղցի ես, Հայաստանի քաղաքացի եմ, իմ փողերը տրեք։ Հրավիրել են Armenia TV, Քրիստինե Հալաջանի դլոն ուտի Armenia TV։ Բերեն ցսրել են, это ժամը լրատվական։ Մախոցեն սկրծքեն առաջ տված դիցույա, առանց կադաստր։ Մազերը հակած, ու ինչ ասում, ռեզոնանսային է ձեր հայտարարությունը, ռեզոնանսային, որ Ռուբեն Վարդանյանը եկավ դառավ Ղարաբաղի քաղաքացի։ Հələ մախատը դիցուն կոչեքստը, աղջիկ ջան, դրա ռեզոնանսայինը ո՞րն էր։ Անգլիայի թագուհիներ, Բելգիայի թագավորներ, Հռոմի պապներ, ասին մենք մեր նստավայրը Վատիկանից, Լոնդոնից կամ Բրյուսելից տեղափոխում ենք Ղարաբաղ։ Ռեզոնանսային էր։ Ռեզոնանսայինը գիտես որն է, աղջիկ ջան, ռեզոնանսայինը Վարդան Ղուկասյանի հայտարարությունն էր։ Տներդ վառեք տուն եմ տալի, մարդիկ տները վառին, մի տան տեղը տվեցի 2 տուն։ Մնացած 3-րդը, 4-րդը, 5-րդը մնացել են առանց տուն։ Բար բերել ես Ռուբեն Վարդանյանի նստեցրել ես, ասա Ռուբեն Վարդանյան մարդիկ իրանց տունը վառել են։ Դու տուն տալու ցանկություն ունես, թե ոչ, ես մարդիկ փոխհատուցում չեն ստանալու։ Ոչ թե հիմա Վարդան Ղուկասյանը նորից ընկած միջոցները մանգալի, թե 4-րդ տուն վառողին, այն որ գեդը անցել է կնգա հետ տունը վառել է, միջերոց մենակ չեղի կինել հետ նա եղե, հերոս զույգ մնացել են Վարձով անոթևան տեղ գյուղում։ Իսկ հայ օլիգարխնի ասում է եկել ենք Ղարաբաղը փրկենք, սա ասում է մեր սարդարապետն է։ Ու մեկը չի ասում ո՞նց ես փրկել, ասում է պաշտոն պիտի ստանա որ փրկեմ, համաձայն են։ Ինչ-որ մի բան անելու համար պիտի պաշտոն ստանաս որ փրկես։ Դա այն դեպքում, եթե դու շարքային ես, այսինքն ոչ օլիգարխ։ Ռուբեն Վարդանյան միլիարդներ ունես, օգնում ես Ավրորա, Մավրորա, Բուշտուն, Մուշտուն աղաներ։ Բայց Ղարաբաղի ժողովուրդը Բերձոր, Սոս, Մոս եւ այլն գյուղերի մնացել է անօթևան։ Վարձով տների մեջ ընկած հիպոթեկով պիտի տուն ստանան ամերա բանկտել դրա սասնամա այն մարդկանց ովքեր որ մնացել են վարկի տակ չեն կարող տան տունա որ ձեռից խլամա այ գանդո այսօր դու եկել ես օգնում ես մի հատ էլ ինտելիգենտ անձնավորություն այն բանը Վազգեն Սարգսյանի աղբոր Փեսեն ճիշտ ասի ոնց որ ճիշտ ասի հա Armeni Փեսեն իա Facebook-յան էջում գրիքոր դեր չգիտեմ ինչան հայտարարությունն ա գրե աջակցեմ եմ ասում է էտա տեսեք մեր կուլտուրական մարդ միլիոնատի հələ եկել է Ղարաբաղ այն էլ իա հերթին ստատուս ա գրեն ստատուսն է գրգմենից ասում են խնդրեմ Еще один безмозглый гандон Եվ մեկը չկա դրան բացատրածի եղբայր, սա գտնվում է սանկցիաների տակ, որպեսզի կարողանա իր գումարները լինի հասանելի, եկել է որ բրիտանացիք պատժամիջոցները հանեն եւ ինքը կարողանա իր գումարները ստանա։ Այստեղ պատրիոտիզմ չկա։ Մի հատ էլ բերել են Armenia TV,
կրծքային հատվածը տորբետային օպշայա բայավայա գադովնս բերելա այդ հաղորդալարուհին պրոֆիլ ցածելա նրա քիթուբենին ու ասում ինչ ասում ռեզոնանսային էր ձեր հայտարարությունը Ռեզոնանսային այն է, որ Վարդան Ղուկասյանը մտավ ասես Պուշկին եկմալան հատվածում ծառ են կտրեմ, 2 րոպե հետո սա գային MVD-ն ու բան, թափան Պուշկին եկմալան ու 3 րոպեից հաղորդում տվին, որ հարուցվել է քրեական գործ։ Դա է ռեզոնանսայինը, տգետ բոզի տղեկ։ Armenia TV, это Мишիկ, это Ջանիբեկյան, են էլ ասում է ես ծախամ եմ Armenia TV-ին, ես էթեմ եմ, են էլ ընդեղ այդեմ։ Են սերական շորթետ բոզդի տղեն, որ վերային է սոչիները, են էլ ընդեղից ասում է, թե ես էթեմ եմ։ Բայի միջորդ Վարդան Ղուկասյանի մեկ շինեցին Միշիկական, հետո շինին Սերժական, հետո տևական ժամանակ դարարոբիկական, հիմա էլ դարել եմ Լևոն Տեր-Պետրոսյանական, մի հատ էլ բոզի տղա վեկալ է դրելա, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժիկի, Միշիկի, Ռոբիկի, սաղի խերը դնեմ այդ գրողի բենի նախարի մեջ, Вот так вот. Են լովիկը սեր, ասում ամենք ինչ ունենք, ամեն ինչ գիտեն, չեմ մեկնաբանում։ Լովիկ, ես ամեն ինչ կանեմ, որ դու չդատվես։ Դու, ես հելա քո հետ պիտի կոֆե խմեմ, լատե։ Բայց հերը դատվելու է, տղա ջան, պետք է դու իմացի։ Իսկ ինչ է, որ հրապարակամա կադաստրային թվերով Վարդան Ղուկասյանը, Են մի հատ էլ Գենադի է, ես ասեմ, ես ինչի տղա Գեն ամենա եւ այլն, այդ էլ բանը Ռուսաստանի Գենադինա, Գենադի ինչ է դրա ունը, այդ հայտնի օլիգարխնա, քաղաքական հարաբերությունների մեջ եք, այդ էլ դրանն է, հասկանում եք, մի րոպե, ստեղ ինչ-որ հաճելի բաներ ոնց է մեզ գրը, հասկանալի է, սմա, Դուգլը, հիմա էլ դարել Լևոնական, ասմա, կործրել են հավատը ապագայի նկատմամբ, ինչ ուտես ռոմանտիկ բարեր, ես հասկանամ եսի չասում, պարզ ասա սանկցաների տակ է, Եվրոպան միջումը դրելա փողերը չկործելու համար, եկել ես դառնում ես Ղարաբաղի քաղաքացի, փրկմա Ղարաբաղը, ո՞նց է փրկում չգիտեմ, այդ Պուշտունի խեռուտողը, Կեղտոտ, փնթի, սալ, գինդուկուշի լերներում թապարող պուշտումների, որ ամիսներով չեն լվեմ, իշքան տես պուշտուն մոջահետ կտնի պենիդ մեջ, Ռուբենց, մյուսը, օրգովի ձորում կազմակերպում են նարկոպարթի, դիջեներ են բերան, Այդ ամիջազգային, անսղադիտարան, ուզում են ասեն, մենք կազմակերպում ենք պարթի ավելի ճանաչելու համար։ Հետաքրքրվում եմ, պարոն Աբազյան, կիլոներով գերային ու կակային ու նարկոտիկ լծվել է Հայաստան, DJ պարթիի ժամանակ պետք է ծախեն։ Ուրդեն անեմ, աստղադիտարանեմ, ուրդեղ այդի օրգովի ձոր։ Ես ուզում եմ զանգահարեմ այդ աստղադիտարանի ստեղծած, վարած, դրած անհատականության դստերոջը, տենան կարը մենք կապի դուրս գանք, մեկ կուլտուրականատանիք, տենան կալես մարդիկ, սա ոնց են մեկնաբանում, հարգելի ժողովուրդ, մի վարք, հետո կանեք երկրորդ զանգը, մի հատ անուշ ապերի, թող յանք ներկայացնեն, վերաբերում է իրենց բանին, խտրին, զանգերը գնում են, ես մարդիկ կամ չեն լսենք, բան կնած են, Ալո, բարև ձեզ, ես իմ ձայնը լսած ձեր մոտից, ձեր եմա դուք իզ նայեմ եք այդեղ, կներկայանաք? Իմ անունը Նանա Հերուներ, լսվում է? Իհարկե լսվում է, խնդրեմ ասեք։ Ես ակադեմիկոս Պարիս Հերունո աղջիկն եմ և ուզում եմ մի խնդրի մասին խոսել, Խնդրեմ, խոսեք, բացի փոքր բարձր ձայնով, հանրությունը ձեզ լսում է, 10,000-ից ավել մարդ ձեզ լսում է, ասեք։ Ինչպես գիտեք, այսօր մի պրոբլեմի առաջ ենք կանգնած, որ Հերունու գիտական կենտրոնում, որը Արագածի լանջին է գտնվում, ինչ-որ այսինքն դա համարվում է մեծ անտենան, աստղադիտակը չկառուցված մինչև վերջ արևային կայանը, իրենք հանդիսանում են
ներառված են պատմամշակութային ցուցակի մեջ եւ պահպանվում են պետության կողմից։ Իրենք այն 11 օբյեկտ այդ տարածքում գտնվում է պահպանության, ուրեմն պետական պահպանության ներքո, բայց այսօր արդեն 2 ամսից երևի ավելին է բուրըն շինարարություն է գնում դիտակի մոտ եւ բոլոր այդ կառույցների շուրջ եւ ով է ֆինանսավորում այդ շինարարությունը։ Շինարարությունը ուրեմն ոմն արմատ ՍՊ-ի է այդտեղ ներթափանցել, ինքը ստացել է իրավունք չափագիտության այսպես մարմին կա ՓՊ, որին պատկանում է այս պահին դիտակը եւ որը իր հերթին մտնում է ֆինանսների նախարարություն, ցան մեջ իրանք են թույլտվություն տվել։ Ինչ են կառուցում այդտեղ։ Ուրեմն իրենք պատրաստվում են անցկացնել միջազգային փառատոն, էլեկտրոնային երաժշտության փառատոն եւ այստեղ վերանորոգում են, բուրըն շինարարություն են անում, բայց հարցը նրանում է, որ դա այն տեղը չի, որտեղ պետք է անցնեն նման միջոցառումներ։ Երկար տարիներ ուրեմն այդ ֆինանսների նախարարությունը եւ չափագիտության այդ մարմինը խոչընդոտում են գիտնականներին դիտակը վերակառուցել եւ որպեսզի նա իր գործառույթների շրջանակներում աշխատի գիտական եւ ես ասեմ նաեւ դա երկար ժամանակ մենք չէինք ուզում պատճառներով շատ խոսել դրա մասին, բայց դիտակը ունի ստրատեգիական նշանակություն եւ ռազմական։ Այսինքն մի նախադասությամբ ուղղակի ասեմ, որ հասկանալի լինի, եթե դիտակը վերագործարկվեր, այս պահին աշխատեր, մենք ոչ միայն ուրեմն չէինք պարտվի օրինակի համար, հա, այս պատերազմի մեջ, այլ պատերազմ ընդհանրապես չէր լինի, որովհետև մեր վրա ոչ ոք չէր հարձակվի։ Սա այսպես, բայց հակառակը իրենք խոչընդոտում են, չեն թողում, որ դիտակը վերագործարկվի, ինքը հնարավորություն ունի մի փոքր ուրեմն վերանորոգման դեպքում աշխատի, դա փաստել են մի շարք գիտնականներ տարբեր աշխարհներից 2020 թվականին։ Հակառակը տարածքը տրամադրվում են նման կասկածելի ուրեմն կառույցներին այսպիսի միջոցառումներ անցկացնելու համար։ Այդ միջոցառումը դիջեների փառատոնը, հա, այդպիսի մի բան անցկացվելու է այդտեղ։ Դա երկի այնտեղ բեմեր են, 4-5 հատ բեմ են սարքում, ինչ որ վերակառուցվում է ուրեմն դիտակի կառավարման շենքը, որը իր հերթին առանձին մտնում է այդ պատմամշակութային ուրեմն արժեքներ ներկայացնող նախնական ցուցակի մեջ։ Միայն ուրեմն օրենքով ըստ օրենքի պատմամշակութային ԿԳՄՍ-ն միայն, հա, իրավունք ունի, ինքը լիազոր մարմին է, մենակ իրավունք ունի, դա ուրեմն այո, լիազորություն, որպեսզի պատմամշակութային օբյեկտում կատարվի որևէ վերանորոգում կամ շինարարություն։ Բայց ուրեմն 2 ամսից ավել այնտեղ գնում է այդ շինարարությունը եւ ոչ մի ուրեմն մենակ միայն մեր ահազանգից հետո են իրանք տեղեկացել, որ այնտեղ այդպիսի բան է կատարվում։ Այսինքն թույլտվություն չեն տվել։ Ոչ, չեն տվել եւ հիմա հետին թվով փորձում են այս արմատները ինչ որ յանում դիմել են, նամակ են արել, փորձում են ինչ որ sense բան այնտեղ մեջ բերեն, բայց որ իրազեկել են հիմա, յանում թե, բայց իրազեկելով չի, միայն լիազոր մարմինը պետք է իրենց ուրեմն թույլտվություն տաս, մեծա լիներ, պլան լիներ, հաստատվեր եւ այլն։ Դուք կոնկրետ հասարակական շատ ներողություն, որևիցե մեկին բողոքել եք։ Այո, մենք բողոքել ենք, ուրեմն ամսի 5-ին մենք ներկայացրել ենք ուրեմն հաղորդում ոստիկանություն քրեական գործ հարուցելու համար, ու առայժմ չունենք մենք ուրեմն Երկրի վարչապետին դիմել եք։ Այո, վարչապետին, նախագահին, ԱԱԾ-ին,
որտեղ որ հնարավոր է մի 8-9 հասցեով մենք պատասխան ստացել եք ազգային ժողով պատասխանը ուրեմն դատախազությունը ուղարկել է փոխանցել է այդ դիմումը մարզի դատախազություն եւ ոստիկանությունը այո մեր հետ կապվել է եւ այս այդ գործը մենք գնացել ենք եւ դիմում ենք տվել ես որքան գիտեմ դուք ստորագրահավաք եք նախաձեռնել այո ստորագրահավաքը ոնց միանան քաղաքացիները մեր Facebook-յան էջում Քարաունչ հայագիտական կենտրոնի ուրեմն Facebook-յան էջում, որի նախագահն եմ ես հանդիսանում, ստորագրահավաք կա, այնտեղ կարելի է միանալ եւ նաեւ Change.org կայքում նույնպես մեր էջում դրա մասին ինֆորմացիա կա, այնտեղ էլ կարելի է միանալ ստորագրահավաքին, արդեն մի քանի հազար մարդ այս երկու շաբաթվա ընթացքում եւ շարունակական է դա շարունակվում երբ է այդ փառատոնը 10-ից 12-ը սեպտեմբերի դրանից մեկ էլ ասեմ եւ դիմել ենք նաեւ ուրեմն մեր ընկերներից մեկը դիմել է պետական վերահսկողության ծառայություն որպեսզի ուրեմն ստուգեն հա այդ ալո լսում ասեք հա չափագիտության այդ մարմինը երկար տարիներ ինքը ստանում է մոտ տարեկան 43 թե 5 միլիոն 45 միլիոն դրամ տարեկան ուրեմն այդ ազգային էտալոնների պահպանման եւ ուրեմն զարգացման համար բայց այնտեղ անգամ պահակ չկա երկար տարիներ գումարները դուրս են գրվել եւ իրենց նպատակին չեն ծառայում այո, միանշանակ։ Պարոն Աբազյանը ձեզ լսում է հիմա։ Ստուգվի, հա, արտադիր պահանջում ենք դա ստուգվի ուրա գնացել եւ ինչ են գողացվել ազգային էտալոններ այնտեղ։ Այսօր 11-ից միայն 2-ն են այնտեղ գտնվում։ Հասկացա ես ձեզ։ Շնորհակալություն։ Ձեզ ոչ մի խնդիրով ես հեսա նայ մենք կդիմենք պարոն Աբազյանին, որովհետեւ եթե այնտեղ եղել է կոռուպցիոն սխեմաներից կա Պիտի որ ուրեմն ձեր հաղորդում էլ ընդունվեց, ասիկան ասած եք ընդունել որպես հաղորդումացագործության մասին, կներգրավեն եւ ես հուսամ, որ ազգային անվտանգության ծառայությունը կգնա այդ գումարների յետևից։ Ես մի բան էլ եթե կարելի ավելացնեմ, դա բացի ամեն ինչից այդ 11-ը 12-ը գնում է սփխեչի վրա եւ մերելոցի հաջորդ օրը եւ դիմացի շատ մոտիկ կանգնացա դղրի վանքում դա այդ արարողություններն են լինելու եւ ժողովուրդը ահավոր վրթովված է ու պատկերացնում եք ընդեղից էլ ձորի մյուս բերանից գոռալու է երաժշտություն եւ Տեր հայրը Տեր Մխիթարը դղրի վանքի ինչ ասում Տեր Մխիթարը եւ ժողովուրդն էլ դղրի օրգովի շատ վրթոված են այսօր մենք օրգովում ենք գտնվում որտեղ հավաքվել էին բազմաթիվ բնակիչներ եւ շատ վրթոված էին ընդհանրապես այդ ժողովուրդը որ արդեն հիմա այնտեղ տարօրինակ բաներ են կատարվում չգիտեմ ինչքանով կարող եմ դա բարձրաձայնել, բայց գյուղի ժողովրդի գալիս են տարօրինակ անձինք, տարօրինակ սեռի եւ տարօրինակ բաներ են այդտեղ տեղի ունենում։ Այնպես որ մարդիկ վրթովված են, որ իրենց շուրջ եւ այդ արմած հեկն եկել է ոչ միայն շատ մեծ գումարներ են այդտեղ ներդրվում, իրանք եկել են ոչ միայն այս 3 օրով, այլ ընդմիշտ ուզում են այդտեղ բուն դնել եւ տարածել տարբեր, այսպես ասած այլասերվածություններ եւ այլն, ինչով անհանգստացած են բնակիչները եւ միանշանակ պահանջում են բնակիչները անհանգստացած են, թող Երևանյան 20-10 շենքերի նման հլեն շատ ներողություն կուլտուրական բառապաշարները բացեն լարեն, ինչեն ամուսով ըստ տեղներ անելու են վաղվանի վաղը շատ ավելի մեծ հավաք լինելու նաեւ հարակից գյուղերի ժողովուրդը որտեղ այդ հավաքը լինելու եւ լինելու է օրգով գյուղում եւ չգիտեմ հետո ինչ պետք է անեն ով է կազմակերպվում ինքնաբուխ է թե բնակիչները գյուղի բնակիչները եւ Տեր հայրը հավատացած ժողովուրդը մեզ հիմա նայում են երիտասարդներ ովքեր չգիտեմ դեմ են թմրամիջոցներին եւ այլն հələ գնացեք վաղն օրգով
Այո, վաղը երեկոյան մոտ ժամը 6-ի երևի թե ով համակիրներ եթե կան, թող մոտենան օրգով։ Եղավ, շնորհակալություն։ Լավ եղեք։ Սամեք։ Ես մի հատ էլ ուզում եմ տրամադրեմ ավելի տակավին ուժեղ երիտասարդի։ Մեր կուբանը թողնա ասի, հələ գնացեք օրգով։ Ալո։ Ալո։ Ողջույն։ Հա։ Նա բալուս։ Ես քեզ հա զանգել եմ բանի հետ կապված օրգովի, որովհետև երկու խոսք դու ես ուզում։ Խնդրեմ ուղիղ եթերում ես Հայկո։ Ձենը նորմալ լսում եմ, քիչ բարձր խոսա ուղղակի։ Դա շնորհակալ եմ որ զանգեցիր մեկ։ Խնդրեմ։ Երկրորդ թերքին խոսքս ուղեմ գե սաղ քու հերոստա դիտողներից բացատրելու համար մի քանի էլեմենտար բան, որովհետեւ մարդիկ համ կրթվին, համ հասկանան ինչ է պետք ենել։ Ասա կոլենագացու բարբարով։ Մեր պատմության մեջ եղել է Պարիս Հերունի, արգելի հանդիսատես։ Այդ մարդը ժամանակին 90-ական թվականներին փորձել է լուծել 3 խնդիր Հայաստանի համար, եթե խաբար չեք, հենց հիմից էզի տեղյակ կպահեմ։ Այդ մարդը աշխատել է ջերմային արևի էներգիայի ջերմությունը, էլեկտրաէներգիա կամ էներգիա սարքելու սարքի վրա, որը որ պետք է լուծեր 90-ականների Լուիսի կրիզիսը, երբ որ մենք հոսանքի խնդիր ունեինք։ Նաև պետք է դառնար բիզնես Հայաստանի Հանրապետության համար, որը պետք է ծախեր այդ պատենտը մյուս երկրներին։ Պրոյեկտը ցավոք սրտի մնացել է կիսատ, որովհետև այդ մարդը մեռել է, երկիրն է աղքատցել է։ Երկիրը քանդվել է։ Երկրորդը հարգել։ Այո, երկիրը ես չգիտեմ փոքր է։ Երկրորդը, որ նոր կուզենայի էլի հանդիսատեսը հատկապես իմանար, դա ամենակարևորն է այդ մարդու արածի։ Ինքը ստեղծել է մեհադիգմ աստղադիտակի տեսակ, որը որ ոչ միայն թույլ էր տալու ամբողջ աշխարհի ֆիզիկայի, աստղաֆիզիկայի մեջ ուսումնասիրել հարցեր, օրինակ մեծ պայթյուն, այն ձևի, որը որ աշխարհում նույնիսկ 2022 թվականին համարժեք աստղադիտակ չկա մոլորակի վրա։ Ճիշտ է, այսօր փորձենք արժե զրկեն այդ ամեն ինչը, բայց փաստացի եղել են այդ դեպքերը։ Եվ ամենակարևորը, Վարդան ջան, ես քեզի կուզեմ ասել։ Մեր զանգերի ժամանակ չեմ ասել։ Այդ աստղադիտակը ծառայելու էր եւ ծառայելու է եւ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետության բանակին։ Կոնկրետ ես նոր լսում էի Նանայի ելույթը, ինքը չսեց, ես ասեմ իր տեղը։ Ինքը օգնելու էր պաշտպանել օդը։ Իր ռադիո չեմ ուզել շատ մանրանամ գիտական դետալների մեջ, բայց դրա շնորհիվ մենք կռնայինք ու կռնանք ունենանք պաշտպանություն։ Դա գործիք է, ոչ թե խաղալիք, ոչ թե լքված օբյեկտ։ Շատ կարևոր է հասկանալ։ Հիմա վաղը օրգովի ձորում այդ մարդիկ ուզում են, չգիտեմ, գյուղացիները հավաքվել, միտինգ ենեն, ցույցեն եւ այլն։ Դու ինչ կենես, դու ես ուզում յանաս, մարդկանց եք ուզում ուղարկեք եւ այլն, որովհետեւ այդ բամբոզիտողությունը տեղի չունենա այդտեղ այդ նարկոփարթին։ Առաջի հերթին շատ կարևոր է 3 հոգու անուն ազգանուն շեշտել, աղբերը։ Ալբերտ Բաբայան, հետո ո՞։ Ստանդարտացման չափագրման ազգային մարմնի տնօրեն, պես ինչ-որ հիմնարկ կա, որն որ կզբաղվի կշերքների ստանդարտացմամբ։ Հիմի խնդալու պատմություն է նայել։ 4-5 տարի է այդ օբյեկտը գտնվի աղբերս։ Կշերքների ստանդարտացման հիմնարկություն ունի, որ ինքը պետք է եղնի ռադիոալիքների հետ կապ ունեցող հիմնարկում, եւ ոչ թե ինչ անունը այդ ֆինանսների նախարարության տակ գտնվող կշերքների եսի ինչ։ Եվ հիմի տես խնդալուն որն է, այդ տնօրենը, կոնկրետ Ալբերտ Բաբայանը, իր փոխտնօրենով Արմեն Ոսկանյանով եւ նաեւ ինչքան ես եմ տեղյակ իրանց վերադաս այսօրվա էկոնոմիկայի փոխնախագահը ինչ է Նարեկ Տերյանով 4 տարի ախպեր ես 4 տարի առաջ իրանց հետ եմ խոսած է 1000 ձևի կռիվել ենք տվել որ այս հիմնարկը տեղա փոխվի պետության այս տարագից մյուս տարակ որբիսի այն թիմն էլ սրսպսեմ ակադեմիկոսների թիմ կա որ նոր պատրաստ է լրիվ վերագործարկել այդ անդերը լքված չէ պատրաստ է լրիվ խոդի տալ կրնանա NASA-ի հետ, աշխարհի հետ եւ մնացած ինչ ասեմ այդ գիտական աշխարհի հետ վերագործարկել այդ սարքը Հայգո մեզիկ ռեստորաններ են պետք, մեզիկ NASA-ն պետք չէ։ Մեզ պետք է տեղ որ այդքան լափենք, ուռենք, լագենք ու դալոգը գլանենք։ Հասկանում ես, այդ մենտալիտետը դուք խոսակ աստրոֆիզիկայից։ Ադիգ ինչ է։ Չէ, ես խոսամ գա Հայաստանի անվտանգությունից Վարդան։ Ես խոսամ գա Հայաստանի տնտեսությունից, փողից։ Ես խոսամ գա նորից որ, երբ որ այդ նույն տուրիզմը որ զարգանա, կրնա գիտական տուրիզմը։ Ես խոսամ գա նորից որ մենք գանձը ունենք, աշխարհի լեվելի գանձը։ Ու ինքը այսօրվա դրությամբ
Անունները կրկնում եմ։ Ալբերտ Բաբայանի, Արմեն Ոսկանյանի, իդեպ երկուս են մարդիկ են, ովքեր 45 միլիոնը ստացել են տարիներ շարունակ։ Ինչ 45 միլիոն։ Այդ տարածքը 45 միլիոն տարեկան փող է ստացել հիմնարկը։ Որ այդ տարածքը տերեղնին։ Մի խնդիրը դեռ է, որ երբ որ ես 3-4 տարի առաջ 2018 թիվն էր, ես մտա այդ տարածք որպես լրագրող ֆոտոգրաֆ։ Նկարեցի, ես նկարել եմ Թալանը, ես նկարել եմ ավերածությունները, որոնք որ Յանի բդիչ հերն էին։ Եվ ես այսօր փաստացի իմացել եմ, որտեղ նույն համերգի կազմակերպիչներին էլ կճանչեմ։ Զանգել եմ, քսեմ տղեկ, ձեզի ով է թույլ տվությունը, տվե որ դուք վարշ այդտեղ մտել եք։ Հա լավ բան կուզեք ենեք, չգիտեմ ինչ կուզեք ենեք, ձեր կարծիքն է, այդ ով է տվել թույլ տվությունը։ Ոնց է քսեն է չափագրման ինստիտուտը։ Ես է մյուս հարցից կմոդի գնամ, դե օրը տեսնա է։ Օրենքով այդ տարածքը գտնվի գա, բան չէ, մշակութային օբյեկտ է, օբյեկտ պատմամշակութային 11 թվի։ Ես էսպես կսեմ 11 հատ օբյեկտ կա, ոչ մեկ նույնիսկ ցեխոտ ոտներով առանց թույլտվության իրավունք չունի մտնի։ Դա նույնն է, ինչ որ փողոցում մարդ կբռնաբարեն, տեսնի, սկսես զանգես կքաղմաս, սկսես մարդ կբռնաբարեն։ Հենց այսօր ես զանգել եմ քեզից տված։ Կսեմ օրենքի խախտում կա այդ տարածքում, այսինքն մարդիկ իրավունք չունին գտնվին։ Ոստիկանություն ունի 3 օր։ 3 օր ունի, որպեսզի մտնես այդ տարածք, ու այդ տարածքից մարդկանց հանես, հետո հետաքննենք, հատկանանք ինչի 4 տարի, սրանք փող են կերու, այդ հաստատիդակը չի կործարկվել։ Եվ ամենակարևորը Վարդան, սա հաղորդումը հանցագործության մասին, ընձի ապագա գլխավոր դատախազը լսում է, չէ՞։ Լսում է։ Ես քեզի մի հատ բանով է գկիսվում։ Այդ հաստատիդակը զիբիլ չէ։ 2 տարի առաջ մեր խոսակցությունից հենց որ խոսանք։ Մարդիկ գնացե հadoop չափումներ են ներել, որովհետեւ ղրգենք իդական աշխարհին, որովհետեւ արդեն պատրաստվին դրա զարգացմանը։ Դա զիբիլ չէ։ Բայց ո՞վ է զիբիլ չէ, հանցագործությունը կերտա ռուշնոյ տորմուզը պետք է հաշվի։ Ինչ ենք ախպեր։ Հասկացա ես։ 3 օր է մնացել։ Ոստիկանությունը մեզ լսում է, տեսնենք ինչ կանի։ Եվ գումարած դրան, որ այդտեղ ապաշխարան վաճառվելու են թմրանյութեր։ Դա լրացուցիչ օպերատիվ տեղեկատվություն։ Եղավ Հայկո։ Հա, շնորհակալ եմ Վարդան ջան, շնորհակալ եմ հանդիսատեսիդ լսելու համար։ Մերսի։ Խնդրեմ, բոզիտողության հետևից։ Անսպար բոզիտողություն։ Էվեդը լսում է։ Ովքեր են դրանք, ու ես ինչքանով հասկացա, սրա թիկունքում կանգնած է այն թիզուկես հովոն։ Այն լիլիպուտը։ Դա է կազմակերպում։ Ամարտ գնացիք ուրիշ տեղ։ Լիքը տեղեր կան, զաբրոշնի։ Գնացեք ընդ ձեր DJ նարկո պորնո party կազմակերպեք։ Մենք դեռ կքննարկենք իրավապահ մարմինի հետ այս թեման։ Ուրեմն մանախ նախորդ իմ հաղորդման ժամանակ ես անդրադարձել էի լեգիոն ընկերությանը, որը որ գտնվում էր Գրիգոր Լուսավորիչը հանրապետական, չգիտեմ, X հասցեի վրա, Ռուսաստանի դեսպանատան կողքը, առաջի հարգում լեգիոն, երկրորդ երրորդ հարգում մանկապարտեզի նման հիմնակ ձեռնարկություն, չորրորդ հարգում բնակելի տուն։ Ես անդրադարձա առանց իմանալու, որ դա պատկանում է ոմն մանախին։ Եթերից ամենջապես հետո, եթեր ամտնում մանախը, իր մարսկոյ ֆլոտի շորով, ու սկսում ասել Ղուկասյան Վարդանին քսին ջեբես, դու դա սուդա, ինքը ոչ բանից չի վախենում, եւ այլն, եւ այլն։ Այդ լավ է, որ ինքը ոչ բանից չի վախենում։ Ու ես մի տեսակ, ընդեղ էլ մեկը գրել է կոմենտարիա, որ վերցրեք զանգարեք Վարդան Ղուկասյանին, մանախն ասում է, ես Վարդան Ղուկասյանին զանգելու չունեմ, գրել է։ Այն որ մանախը Վարդան Ղուկասյանին զանգելու չունի, դրա մասին ոչ մի խոսք, որովհետև մանախը, որ հիմա գտնվում է ազատության մեջ, չէ, Արթուր Դավթյան, դրա 75%-ը պատկանում է ում Վարդան Ղուկասյանին։ Եվ մանախի հետ կապված Վարդան Ղուկասյանի վրա հարուցեց քրեական գործ, դատանի նկատմամբ ճշում գործադրելու հոդվածով։ Դատավոր մեբոզի տղա, ով էր Արշակ Վարդանյան։ Մանախ անգամ այս ժամանակ չզանգարեց Վարդան Ղուկասյանին եւ ասել շնորհակալություն։ Չերես մոնթե, չերեզեն, այնց ասեք յան։ Մերսի։ Ինչևից է։ Մանախս մտավ ելույթ ունեցավ, Վարդան Ղուկասյանը լսեց, ոնց լեգիոնը պատկանում է մանախի, հետաքրքիր բան։ Եկեք հասկանանք։ Նախ,
Մանախ նույնինքը Արթուր Ասատրյան, չգիտեմ ո՞նց անազգանունը, նախկինում դատվել է մարտահրավերության համար։ Հոկտեմբերի 27-ով անցող նվակային անձնական հողի վրա կոնֆլիկտի մեջ մտելուց հետո մարդը սպանել է։ Ազատ արձակվել 2016 թվականին, եթե չեմ սխալվում, պլյուս-մինուս մի քիչ էս կողմի քիչնյան, եւ օրենքը բարձ ասում է, եթե դատվածությունը մարված չի, եւ եթե մարդը բերմանա ենթարկվում քաղաքացիական անհնազանդություն եւ այլն, ես ոչ եմ կարդալ, այդ մարդը չի կարող զբաղվել բանով, անոնի չա, պահնորդական գործունեությամբ, security եւ այլն։ Ստեղ ես մեծացնեմ թիկնապահի եւ պահնորդի իրավական կարգավիճակը, հոդված 12։ Դատապարտվել են դիտավորել հանցագործության համար, այսինքն չի կարող աշխատել։ Երրորդ կետն ասում է, դատապարտվել են դիտավորել հանցագործության համար եւ դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ։ Մյուս կետը քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում, դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունը օրենքով սահմանված կարգով չի մարվել, 1 տարվա ընթացքում կրկնակի հասարակական կամ կառավարական սահմանված կարգի դեմ ուղղված վարչական իրավախախտումներ կատարողներին։ Իսկ մենք գիտենք, որ մանախի նկատմամբ հարուցված նոր քննական գործ, այս մարդը մի քննական բերման է ենթարկվել եւ այլն։ Այդ թվում նաեւ, ինչպես գրել է Առավոտ AM-ը, 13 հունվարի 2022 թվականին մանախը ծեծել է Գևգևիկ մանկապարտեզը 50-ական կետոնագև ինչը տնօրենին աշխատանքի վայրում, այսինքն երեխաները այդտեղ պարավոզ, մարավոզ, չիկիլի, բիկիլի ոչմ խաղալուց, հարգա բարձրանում ոչ բարի դեմքով մի ածածա, մտնում է տնօրենի կաբինետ, տնօրենը նման մորմաշ, երեխաների ներկայությամբ թողում դուրս է գալիս։ Հիմա կասի դա մանախի կինն է։ Եկեք հասկանանք առասարակ ինչ է լեգիոնը, ումն է դա, եւ ինչ է նշանակում, սա իմն է։ Իսկ ոստիկանությունը լսում է, չէ՞։ Ուրեմն, լեգիոնի հետ կապված, լեգիոնի տերը, ով որ զոհվեց, շակերտների մեջ, զոհվեց բառը, դե, 44 օրյա պատերազմի ժամանակ, անունը Եղիշ, մեր հարգված մարդ, գրագետ, ինտելիգենտ, կրթված, ոսկե մեդալով դպրոց ավարտած։ Ուրեմն, այս լեգիոնի տերը ունենում է երկու ընտանիք։ Առաջի ընտանիքից բաժանվում է, որտեղ ունի երկու դուստր, եւ գալիս է ամուսնանում է Սիրանուր Սիմոնյանի հետ, ով հանդիսանում է Եղիշի երկրորդ կինը։ 44 օրյա պատերազմի ժամանակ այս մարդը մասնակցել է բոլոր պատերազմներին, էլ Ղարաբաղյան, էլ չգիտեմ Քարորյա եւ այլն։ 44 օրյա պատերազմի ժամանակ Եղիշս մեկնում է ռազմաճակատ, ոնց որ բոլոր պատրիոտները։ Իրականում մեկնում է, չի գնում, թփերի տակը պահկվում։ Հոկտեմբերի 3-ին, 2-ին մեկնում է։ Եղիշը զոհվում է հոկտեմբերի 20-ին։ Խնդրում եմ հարգելի կանայք եւ տղամարդիկ ուշադիր լսեք։ Եղիշը զոհվում է հոկտեմբերի 20-ին։ Եղիշի դին հայտնաբերվում եւ ճանաչվում է որպես Եղիշ դեկտեմբերի 18-ին, զոհվելուց նոյեմբեր, դեկտեմբեր, գետը 2 ամիս հետո, 18-ին 2020 թվականին, ճանաչվում է այս դին որպես Եղիշի դին։ Բնականաբար 18-ին ճանաչվավ ընդեղ մինչև, չգիտեմ, գենետիկական, մենետիկական, թաղում, ինքնահող, 7, 40 եւ այլն, հասկանում եք, եկավ համարյա հասավ փետրվար ամիս։ Եվ ինչ է տեղի ունենում, Եղիշի երկրորդ կինը, գրզոյն կանչեք թողաթափով, Սիրանուր Սիմոնյանը ամուսնանում է մանախի հետ, եկեղեցով։ Այսինքն մարդու աճյունը դեռ հողին չհանձնած, Սիրանուշը զվազում է ու պսակադրվում է մանախի հետ։ Սերը Կաշմիրում։ Այստեղ այսինքն հասկանալի է, չէ՞ որ Սիրանուշ Սիմոնյանը մանախի հետ կուկուլալա տումամբա եղել են Եղիշի կենթանության օրոք։ Որտե բացառվում է, հələ քո մարդու բանը հողին չհանձնած, այդ ինչ Ալեն Դելոններ, Արնոլդ Շվարցնեգերներ, չգիտեմ ով կան դե սիրուն սիմպաթիչնի, ոչ եմ դերասաններից, որ տեսար մանախի սեքս բոմբ մարմին ու արտաքինը ու ասիր ես
մանախի հետ ուզում եմ դափվել։ Ու միանգամից վազում է Գորիսի Սյունիք ես որ մի եկեղեցում պսակադրվում են։ Զաքսավորված են թե ոչ չգիտեմ որքանով գիտեմ։ Ոչ, կարող է սխալվում եմ, բայց պսակադրությունը գրուպ է։ Փետրվար ամսին Մոթե Մեքոնյանի կնիկ դմա։ Նույնն էլ Մոթեի բականիկներ մարդու տարին չթմած վազավ մտավ մեկի տակը քաշեցրել ասեց ձարշություն կուկրալա անդադար հիմա ուրեմն ես ինձ հետաքրեց ինչ թար զոֆելա Եղիշ աստ Եղիշի հարազատների որը այս պայծառությամբ ուսումնասիրման փուլում է Եղիշը զոֆելա դիպուկահարի կրակոցից Լեգիոն ջոկատը դարալը բայրակթարի փայ։ Չգիտեմ խի, Եղիշին իմինը դիպուկահար, հետաքրքիր զոգադիպությամբ։ Ես իրավունք ունեմ, որպես մլիցա նախկին մտածելու, իսկ մի րոպե, ովքեր էին շահը գրված Եղիշի մաֆանով։ Հա? Եթե սրանց մեջ եղել է տայնի служебный ռոման, Սիրանուշի եւ Մանախի, Մանախների եթերների մեկի ժամանակ հայտարարել է, որ ինքը գնաց է տեսել լեգիոնի տղեկին, ուզում հասկանամ, ինչ կշահեր Մանախը, եթե զոհվեր Եղիշը։ Մանախը շահեց լեգիոն, Գևգևիկ եւ այդպես մեծ տուն։ Ես քավլիցի չեմ իմացել, որ դա պատկանում է Մանախին։ Մարդը մտավ եթեր, ասեց սա իմն է։ Ես հիմա ուզում եմ դիմել Վայա Ղազարյանին, Վայա Ղազարյան, դա Մանախին, նո։ Եթե Մանախը ու մենք խոսում ենք առանց հայոյանքի եւ օրենքի ծառին համապատասխան։ Մանախը դատված է դիտավորյալ սպանության, այսինքն Մանախը քաղաքացիական կյանքում իր դրսևորել է որպես մարդասպան։ Ինչն է Մանախին խանգարում ռազմի դաշտում բիզինդիր անել Եղիշի։ Եվ հետո այս մարդու դատվածությունը չի մարվել, չի հանվել։ Այս մարդը եթե անգամ մարվել է ու հանվել է, որը բացառվում է, մի քանի անգամ թույլ է վարչական իրավախախտում, դրա հետ գումարած նոր քելական գործը վրեն դրացա, որ այդ կապված ես միշտոտեցի եւ այս մարդուն բաց թողեցի, որ հիմա մտնի եթեր ու ասի դոգին քսին ջեբս։ Հիմա չեմ հասկանամ։ Այս մարդի Facebook-յան էջով ասում է այդ ընկերությունը լեգիոնը իմն է։ Ոնց։ Լեգիոնի հարցով Սիրանուշ Սիմոնյանը մտել է դատարան, դատի է տվել Անիտա Ջավազյանին, Եղիշի բաբանը մորը, Էմարլետ Սիմոնյանին, Եղիշի հորը, եւ Եղիշի դստերերին, Միլենա եւ Էլենա Սիմոնյաններին, ասում է, այդ սախ իմն է։ Եղիշը ռազմաճակատ գնալուց առաջ կտակ է գրել առանց նոտար եւ այդ կտակով Սիրանուշը հելը գնացել է Էրեբունու նոտար, ասում է գրա, որ էսի իմ օղոլմացիկ մարդն է գրել ու սախ տվել է ինձ։ Նոտան էլ ասում է խոմ դու ագարկա չես։ Ես էսի ո՞ց եմ հաստատում։ Հիմա դե մի հատ է լրացուցիչ դատի ատվել նոտարին։ Ասում եմ ձեռագրաբանական փորձակնություն արված է, որ դա Եղիշի ձեռագիրն է։ Ասում եմ ոչ։ Բասեմ ու քակնաուտան Եղիշի ընտանիքի փաստաբանը։ Հա? Գենետիկական անալիզ արվել է, որ այդ երեխան, այդ 2 տարեկան երեխան Եղիշինն է, այլ ոչ թե Մանախինն է։ Ասում է Եղիշը հայրությունը ճանաչել է։ Եղիշը միգուցե չի իմացել, որ իակնիկը վրան ֆռմ է։ Հակառակ դեպքում մարդը աճում է հողի ճան։ Տարին 6 ամիսը չթմա, վազավատել է Մանախի տակը։ Կարայն միշև է դափվեին։ Կարայն։ Իսկ ով ասել որ այդ երեխան, որի համար պահանջում են կտակ, ջարանգություն։ Պատկանում է, Ալի Գրզով, այնստի, պատկանում է Եղիշին։ Դեն կարվել է, ոչ, պաստաբանը խիչի միշտոտ է, ասում է հայությունա ճանաչվե, նույնց եմ կրկնում այդ մարդը, եթե պարզել ես, որ այդ երեխեն իանը չի, ինչ հայության մասին է խոսքը։ Հետո, այսնու Սիրանուշը, որը հանդիսանում է երկրորդ կինը, զաքսավորված Եղիշի, ասում է սաղիմն է, բայց այդ կնգան ոչ մեկ չի բացատրում, տիկին, եթե Եղիշի կապիտալը քոնն է, ուրեմն Եղիշի պարտքերն էլ է քոնը, օրենքը դա է ասում, եթե իրավա հաջորդը դու ես։ Եվ Եղիշը ունի բանկային պարտավորություն Հայեկոնոմ բանկին $200,000 վարկավերցրել, որից մնացել է 90,000-ը։ Գրզո ճիշտ է։ Բացի։ Ահա։ Գրզո,
Դու մարդը ես ճարը աղբերը Ռուսաստանի զանգամեին, ասում են ինչ անենք, որ մեզ քիչ կռի, կամ առասարակ պաուզա տա, ինչ թիվա պետք, ասել եմ իդիցե նախույ, ասել եմ, հիմա լսի, ես քեզ կտամ կարճաժամկետ դիվանագիտական անձնագիր, եթե քո հայ էկոնոմ բանկը իրականացնի հնարավորինս և անհնարինը, այդ $90,000 բռնագանձել Սիրանուշ Սիմոնյանից։ Ուզում ես պասպորտ, կրզո, դիպլոմատիկ, ժպտում ես, ուրեմն ուզում ես։ Քանի որ դու ձվերի տակ ես առել սաղին, հարկադիր, մարկադիր և այլն, զանգում ես հարկադիրի պետին, են Սպարտակի ընկերոջը, զանգում ես իրան, ասում ես վաղը և ետ ամբողջ հարկադիրը գրողում է լեգիոնի վերել։ 90, եթե ինքն ասում այդ սաղին նա, նոտարը գրել է, առանց նոտար բանա գրել կտակ, վճարեք, փոփողն եմ հետ վերադարձնմալ է, վճարեք $90,000 բանկային պարտավորությունը, նաև VTB բանկին, VTB բանկին չգիտեմ ինչքան ապարտ, 4 միլիոն ասին, խառը մի հատեն ստիվասին, բայց VTB-ն էլ ապարտ, հայկնում բանկն էլ ապարտ։ Եվ հետաքրքիրը նա է, որ այս գործով շատ կաղում է դատական համակարգը։ Ես դիմում եմ Եղիշի ընտանիքին, Անիտա Ջավադյանին, Էմարլետ Սիմոնյանին և Եղիշի դստերներին, հանրային ձայն կուսակցությունը, հանրային ձայն հաղորդումը և հանրային ձայն փաստաբանական գրասենյակը պատրաստականություն է հայտնում աջակցելու ձեզ իրավական դաշտում, որպեսզի մենք կարողանանք պարզել, այդ ինչ կտակաթող է ձեր հայրը այս դիցուհուն, ով 40-ը թամամ չթմած, վազավ մտավ մանախի տակը, բնականաբար հասկանալի է ինչի մտավ, որպեսզի կարողանա պաշտպանել այն կարողությունները անօրինական ճանապարհով, որոնք որ ինքը մաֆանից հետո հանելա մի հատ զուգանի թուղթ, գրակ այդ մարդը, եթե սաղ թողում էր քեզ, կգնար կմտներ նոտար, կգրեր, որ ամբողջ ունեցվածքը թողում եմ Սիրանուշ Սիմոնյանին և իմ տղային, ճակերտների մեջ, և գնում եմ ռազմաճակատ զոհվելու։ Եվ նորից եմ կրկնեմ, շատ տարօրինակ է, որ ամբողջ ջոկատը զոհվում է Բայրակթարից, հենց իմինը Եղիշը զոհվում է դիպուկահարի կրակոցից։ Սա ասում են վերջինիս հարազատները, չնայած սա էլ է պետք պարզել, արդյոք դա իրականության համապատասխանում է, մաֆան պատճառը եղել է դիպուկահարի կրակոցը կամ Ագնեստրելն է Ռանենի է, թե Բայրակթար Բիզիմդիր։ Եվ այս ֆոնի վրա, պարոն Բայեղազարյան, ես լսում եմ, որ մանախը, որը քրեական տար է, բառի բուն իմաստով, մարդով դատվել է սպանության համար, մարդ ով, այսպես ասած, բավականին մութ գործողություններ է կատարել, հայտարարում է, որ իմ արժեքեն, իմ, ինչ ասեմ, լեգիոնը, այդ սաղ իմն է։ Ո՞ց է յանց։ Հիմա կամ դուք եք ինձ խափում, պարոն Բայեղազարյան, կամ մանախը, բայց մանախը դու զխոսող մարդ է, ես մանախին հավատում եմ։ Ու ես ուզում հասկանամ ձեր այդ հասարակական կարգի պահպանման ես իմ ինչը, ո՞ց է թույլ տվել, որ այս մարդը ունենա դոպուսկ զինապահեստի, կամ ոնց ասում են առուժեյկի, չէ՞ որտեղ պահվում է զենք, մանկապարտեզի տակը, հլմա վերև, երեխաների մոտ, ձեր էդ էլ խոմ առավոտ եմ նա գրել, Վարդան Ղուկասյանը հետուքից չի հորինում, հա? Եվ դրան գումարած, այս մարդը ունի դոպուսկ, ոչ պատերազմական պայմաններն Երևանի սրտում զենք և զինամթերքի։ Սա բաց թողում է, թե ոչ։ Եթե դուք չեք հավատով Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, խնդրեմ մտեղ մանախի Facebook-յան էջ, կլեչատնի մայկով ելույթը դրած է։ Իսկ քրեական գործը, դատական գործ են, կուլտուրական մարդիկ ովքեր որ ասում են, մի հատ ծանոթանանք, մտեք դատալեքս, նայեք, քրեական գործ ԵԴ 15094 դրոպ 02 դրոպ 22, որով որ Սիրանուշ Սիմոնյանը ժառանգություն է պահանջում, ասում է, այդ սաղ իմն է, ձեզ ոչի բան չի հասնում։
Անդո դու ինձ ստուգի, որովհետև NVD-ն խավեր ա տալի։ Սա ինչ է նշանակում։ Ես քաբլիցի նորից եմ կրկնում, բացարձակ ես չգիտեի, որ դա պատկանում է մանախի։ Հազար անգամ ասել են, երբ որ Վարդան Ղուկասյանը մի բան խոսում է, դեռ հələ Գասպարյան Վովաներ ասում։ Իսկ ռեգիոնալ պետերին։ Այս մարդը մեկը, որ ձեզ մեկ-մեկիվրով մի բան զեկուցում է, հաստատ մի բան գիտի, որ զեկուցում է։ Հետո մի հելեք, մի հերքեք, որովհետև ավելի որի բանա գտնելու պրինցիպիալ կերպով, ու ոնց որ ես էի ասում ռազմականի պետերին, ռեգիոնալ, կորպուսի հրամանատար եւ գնդի հրամանատարներին, ես փորելուց լավ եմ։ Անես մետրո գցեմ ոտի տակ, չիմանաս ոնց եղավ։ Դա իմ մասնագիտությունն է։ Պարոն Աբազյան։ Ես հուսով եմ, որ այս տայինստվինի միջադեպը, հա, Եղիշի հիմնարկի հետ կապված, որը դրել են, որ ասում է ուշ եկան շուտ սովորան։ Փորձում են խախի ունեցվածքը զավթել, ահաբեկել են Եղիշի աղջկան Էլենին, բարիս ամենաբուն իմաստով, եւ այս մարդիկ եկել են զավթել են։ Ես հասկանում եմ, որ դուք ձեր հիմնարկը շատ լուրջ կերպով համագործակցում եք մանախի հետ, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է աշկ փակեք այս դեպքի վրա։ Սա պետք է որոշի ոչ թե միայն քաղաքացիական գործ քննվի դատարանում, այլ պետք է որոշի քրեական գործ նաև, որի հետ կապված ես կխնդրեմ մեր փաստաբանական խմբին անել հնարավորինս եւ անհնարինը այս սպանությունը շատ կասկածելի է, նորից եմ կրկնում, մարդը կինես ամուսնուտ նոր ես հանձնել հողին, անեշի boyfriend-ը տես, ամուսինը տես։ 2 ամիս չթմած հողարկավորումից հետո դու պսակադրվում ես եկեղեցով։ Եվ ոչ մեկ չի ասում, էս ինչ էր։ Դու երբ հասրեցիք իրար սիրել, երբ հասրեցիք իրար գուրգուրել, դու դարդի մեջ, միայնակ մայր ես դարել, 2 տարեկան, նորացին, հեն ժամանակ նորացինը գիրկը դրած, դու վազար մտար, տապակ քթով երիտասարդի տակ ու ասիր դոմփիր ինձ արհավետ։ Ակնհայտ է, չէ, որ սրանք իրար հետ վաղուց են եղել ընկլգլ։ Ակնհայտ է, ոչ մեկին չի կարա համոզի, որ սերը ծծանվեց վարքյանական։ Եվ նորից եմ կրկնում, ամբողջ ժողատը զոհվում է, եթե այս ինֆոն ճիշտ է, պետք է ստուգել, պարոն Աբազյան։ Եվ ամբողջ ժողատը զոհվում է Բայրակթար, մենակ ջոկատի հրամանատարը դիպուկը, թո եւս մի հոգի զոհվեր, բան դիպուկը հարի կրակոցից։ Եվ ինչ գործունեները դե դիպուկը հարը։ Իսկ Վայե Ղազարյանից ես ակնկալում եմ լսել մանախի ելույթը Facebook-յան էջով իա բերանի բառերն են, որ ասում է այդ ինգերությունը իաննա եւ հասկանալ, եթե իաննա, ապա ում հետույքն է մտնում հոդված 12-ը։ Ուրեմն ձեր հասարակական կարգի պապաման վարսությունը այս շագանջում քնած է։ Վերանայեք լիցենզիան, վերանայեք այդ հիմնարկի գործունեությունը շատ կարճ ժամանակահատվածում համաձայն օրենքի տարի եւ փակեք որպես օրենք, եթե դա իրանն է։ Ես իրան հավատում եմ, ասում է ինն է։ Եթե գտնվեն մարդիկ Սփյուռքում, ոչ Սփյուռքում, Հայաստան Հանրապետությունում, ովքեր ունեն լրացուցիչ ինֆորմացիա լեգիոն ջոկատի հետ կապված, մանախի հետ կապված, որը լույս կսփռի այս տայինստվինի գործի վրա, հանրային ձայն հաղորդաշարի եւ հանրային ձայն փաստաբանական գրասենյակի դռները բաց են ձեր առաջ։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։